Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր մենք խոսելու ենք ամենահայտնի վերացած կենդանիների մասին, իհարկե դինոզավրերի մասին։ Արդյոք եղել են դինոզավրեր Հայաստանում, թե ոչ։ Այս գրքում մեզ բերված է ապացույց, որ որոշ ոսկորներ 1972-73 թվականին հայտնաբերվել են Հայաստանում եւ տեղափոխվել են Լենինգրադ, այժմյա Սանկտ Պետերբուրգ, եւ այնտեղ են պահվում։ Գրքում նույնպես նշված է, որ մի բեկորը դա թռչող սողունների, պտերոզավրերի ոսկորներից մեկն է, իսկ այլ բեկորը, երկրորդ բեկորը, դա գիշատիչ դինոզավրի մի մասնիկ է։ Ամենայն հավանականությամբ սովորական գիշատիչ տերապոդ դինոզավրի ետին պոչի ողներից մեկն է եղել դա։ Գիշատիչ դինոզավրերը հայտնի են մեզ 1850-ականներից, 60-ականներից եւ ըստ այն ժամանակվա տրադիցիայով մեգալոզավրիդների խմբին է դասվել, բայց այժմ գիտությունը շատ առաջ է գնացել եւ մի ողնով, մի քանի ողնով հնարավոր է դասակարգել, թե ինչ տեսակ գիշատիչ դինոզավր է եղել։ Մոտավորապես չափերը այդ գիշատիչի մաքսիմում հասել են 7 մետր երկարության, ապրել է 78-80 միլիոն տարի առաջ։ Գիշատիչ դինոզավրերը հայտնի են իրենց պահվածքով, իրենց տեսքով, որ երկու ոտան են, բիպեդալ քայլող կենդանիներ են։ Ամենահայտնի գիշատիչ դինոզավրը տիրանոզավրերի ազգն է, տիրանոզավր ռեքսը, տարբազավրը Ազիայում եւ մնացած նմուշները։ Իմ կարծիքով ամենայն հավանականությամբ այդ բեկորը կարող է լինել ինչ-որ կախարադոնտազավրիդների կամ ավելի հավանական է ուղղակի ինչ-որ անհայտ դեռևս տերապոդի մնացորդ, քանզի որ Լավրազիայում ոչ կախարադոնտազավրիդներ են եղել, ոչ երկու խումբ էլ ավելազավրիդներ նույնպես չեն երևացել։ Եվ այդպես փոքր բեկորներով մենք կարող ենք պատկեր կազմենք, թե ինչպիսի կենդանիներ են ապրել Հայաստանում 80 միլիոն տարի առաջ։